բազում ընտրախախտումներ, ընտրական ճնշումներ են, որ տեղի ունեցել, ինչ կասեք այս մասով, ինչ եք դուք տեսել, ինչ խախտումներ են եղել, ինչպիսի ճնշումներ են եղել։ Նախ առիթից օգտվելով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիկին Անժելա Թովմասյանին այս հարթակում հնարավորություն տալու համար, որպեսզի կարողանանք խնդիրները բարձրաձայնել եւ դրանց լուծումները համարժեք լուծումների եւ քաղաքական գնահատական տալ, ուզում եմ առանձնակի շնորհավորել մեր ընդդիմադիր բոլոր առաջնորդներին այս ջախջախիչ հաղթանակը տանելու համար Մասնավորապես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Սամվել Կարապետյանին, պարոն Ռոբերտ Քոչարյանին եւ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ այսքան ներդրում ունենալով մեր երկրի զարգացման գործում իրենց համար առաջնային դասեցին հայրենիքը եւ տեսեք ընտրախախտումների վերաբերյալ կամ բազմաթիվ ապացույցներ, նշեմ, որ ես հետևում եմ Facebook-յան, այդ սոցիալական ցանցերով, որ ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները նորից վերահաշվարկ անում, նախորդ օրը ես տեսա, որ պարոն Քոչարյանը դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, նախ մեր հայ ժողովրդին ուզում եմ ասել ժողովուրդ, պայքարը դեռ չի վերջացել, ասեմ ավելին, շտապեցնեմ ՔՊ-ին հիասթափեցնել, պայքարը նոր է սկսվում որովհետև նրանք չունենալով այս պահին սահմանադրական մեծամասնություն ամեն ինչի, ամեն բռնաճնշման ընդունակ են։ Ես ուզում եմ ՔՊ-ին հարց տամ, այդ իրենց կարկառոն դեմքերին, այդ որ ձեր առաջնորդը, ձեր ղեկավարը հայտարարում էր նախընտրական շրջանում, որ եթե ժողովուրդ մենք մեր ուզած սահմանադրական մեծամասնությունը չկազմենք, սեպտեմբերին պատերազմ ալնելու, բա հիմա հարց եմ ուղղում, տհաս, սեպտեմբերին հիմա պատերազմ լինելու է, որովհետև դուք սահմանադրական մեծամասնություն այլևս չունեք եւ չեք ունենալու Հարգելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, ով տոտալ բռնաճնշումներով, զանգվածային ձերբակալություններով, քաղաքացիներին վախի, շանտաժի մթնոլորտում պահելով ուզում է ուզուրպացնել մեր ժողովրդի իշխանությունը, բայց շտապեմ կրկին հիասթափեցնել ՔՊ-ին, մեր պայքարը դեռ նոր է սկսվում։ Դուք չգիտեք, թե մենք ընդդիմադիր ազգային մտածելակերպ ունեցող ուժերով ինչպիսի նվիրված ենք մեր հայրենիքին։ Նախորդ օրը ես տեսա, թե ինչպես է գենշտաբի պետը, ով ցավոք սրտի ինձ հայրենակից է, Արցախից է ու հայտարարում է, որ ընտրությունների օրը բանակը ոչ մի օրինազանցություն թույլ չի տվել։ Էդվարդ Ասերյան, ես քեզ Էդո եմ ասում, որովհետև դու արժան չես գեներալի այդ պատվավոր կոչմանը, բա այդքան արձանագրությունները որ կար, գիշերը ժամը արդեն 12-ներ, 1-ներ լինում, բոլոր ընտրատեղամասերը փակ էին, բայց այնինչ զինվորականները բանակը քվեարկում էր, այսինքն դա ինչ է նշանակում, որ իրենք իրենց խոսքը իրենց ասացի հետ չի փոխկապակցվում, այսինքն ինքը երեք ամբողջ այդ պատասխանատվությունը մենք բոլորս տեսանք, որ գցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա այդ ջրից չոր դուրս գալու համար եւ այստեղ տեսեք կարեւոր է նշել այն հանգամանքը որ մեր ընտրատեղամասերում անհրաժեշտ քանակությամբ ձայները ընդդիմադիր ուժերից բոլոր ուժերից վերցվել են ինչ որ անցողիկ շեմը չհաղթահարած չգիտեմ այնտեղ ինչ քաղաքական գործիչների են ձայները պատահականության սկզբունքով ուժեղ Հայաստանի ձայները գնացել է շնորհապետականին ոնց հասկանանք հիմա սա առնվազն սա այս իրավիճակը արժանի է քաղաքական եւ իրավական գնահատականի քանի որ տեսեք բոլոր հանրապետության բոլոր 2005 ընտրատեղամասերում ես վստահ եմ որ եղել են ընտրախախտումներ եւ զանգվածային ընտրախախտումներ ինչը ավելի է մեր կասկածները փարատում որ Նիկոլ Փաշինյանը
զավթում է իշխանությունը, այնին ժողովուրդը իրեն քվե չի տվել սահմանադրություն փոխելու համար, ժողովուրդը իրեն քվե չի տվել այդ Սյունիքի հարցը լուծելու համար, ժողովուրդը քվե չի տվել 300,000 ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցնելու համար։ Ես ուզում եմ ուղիղ տեսախցիկների առջև հարց տալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լուրջ եք ասում, նենց դեմքեր էր ձեր դեմքերը այդ օրա գիշերը ընտրությունների գիշերը կամ ընտրությունների արդյունքները դեռ չամփոփված իրենք բան են անում իրենց շռնդալից հաղթանակի մասին։ Իրոք ոնց հասկանանք ձեր այդ վիճակը, այսինքն գիտեք սա մի իրավիճակ է ստեղծվել եւ իրենք գողանում են ընդդիմադիր քաղաքացիների հաղթանակը քվեն։ Տեսեք ինչպիսի այլանդակությունների են ընդունակ այս իշխանությունները։ Լավ, հարգելի հայրենակիցներ, որքանով էլ որ ես փորձում եմ ինձ զերծ մնալ կամ ձեռնպահ մնալ այդ հարցը, բայց պիտի այդ հարցը տամ։ Ինչի համար երրորդ անգամ մանդատ տվեցիք այդ նույն անձնավորությանը, որ հայ առաքելական եկեղեցու դեմ ավելի խորացնի բռնաճնշումները, որ Արցախը ազատագրած մեր հայրենիքը շուրջ 10 տարի անվտանգ պահած առաջնորդին ձերբակալի, թե որ ազգային բարերարներին, ազգային մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներին, ինչպես ինքն է ասում, կզզացնելու եմ դրա համար երրորդ անգամ է ձեր վստահության քվեն տվեցիք։ Ինչի՞ Այո, միանշանակ այս ամեն ինչը կեղծված է եւ ուզում եմ անդրադառնալ հենց այդ կեղծիքներին, որ ախր ուղեղիս մեջ ախր գիտակցությանս ու ենթագիտակցությանս մեջ չի տեղավորվում, ոնց կարելի է լավ գոնե հաշվարկ անելուց այնպես հաշվարկ անեք, որ ձեր սուտը ժողովուրդը որ ասում է չզգար Տիգրան Մուկուչյանը Երանի կտարեն ժամանակ հիմա լիներ ավելի եմ որ ասած, բայց ստեղ ավելի ես ուզում եմ անդրադառնամ ընտրակեղծիքների վրա, ես ունեմ մի տեսագրություն, եթե իհարկե թույլ կտաք, ես կարող եմ ցույց տալ, թե ինչպես են ընդդիմադիր ձայներ ունեցող քաղաքացիների քվյա թերթիկները հանում, մկրատով կտրում, այսինքն դուք ինչպես որ այդ մկրատով կտրում եք այդ քվյա թերթիկը ընդդիմադիր քաղաքացիների, այնպես էլ մկրատով մեր հայրենիքն եք, հա, մասնատել, մեր ամբողջական հայրենիքը Արցախը առաջ սկզբում հիմա Հայաստանի Հանրապետությունը, բայց տեսեք, այդ զանգվածային ձերբակալություններ, ես 3 անգամ տեսա, որ Գագիկ Ծառուկյանի վրա քրեական գործ են հարուցել, որովհետև իրենք տեսնում են, որ իրենք սահմանադրական մեծամասնություն այլևս չունեն, եւ այլևս այդ 2021 թվականի մեծամասնությունը չեն կարողանում խորհրդանապահել եւ ինչ Փոխարենը տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը ենթարկվում են բռնաճնշումների, բայց նորից եմ ասում, մեր պայքարը անկասելի է, ասեմ ավելին, նոր ենք սկսում մենք հələ դեռ սպասում ենք ամսի 14-ին, ոնց որ հայտարարվեց վերջնական արդյունքները կլինի եւ պարզ կլինի հետագա անելիքները, երեք մեր ընդդիմադիր գործիչները խոսեցին եւ ասեցին, մենք դեռ սպասում ենք այդ արդյունքների, որտեղ վերահաշվարկ է տեղի ունենում ավելի քան 80 քանի ընտրատեղամասերում եւ այդ արդյունքները ունենալուց հետո ընդդիմադիր ճակատը հանդես գա մեկ միասնական օրակարգ